Բարև ձեզ, Վանաձայնի եթերում Հայաց Երևանից հաղորդաշարն է, ես Վահագն Զաքարյանն եմ։ Բարեկամներ, այսօր իմ զրուցակիցն է ժողովրդական արտիստ պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը եւ մենք պետք է անդրադառնանք մի շատ կարևոր եւ այսօրվա համար իսկապես անչափ կարևոր նյութի։ Նշվում է Օֆելիա Համբարձումյանի 100-ամյակը, 2026 թվականի կարևոր մշակութային իրադարձություններից է եւ բարև ձեզ պարոն Պողոսյան, բնականաբար Օֆելիա Համբարձումյանի մեր սիրելի երգչուհու ծննդյան տարեդարձը, այս մեկ դարյա հոբելյանը
մենք ցանկանում ենք, որպեսզի ձեզ հետ հիշենք, ձեզ հետ կարևորենք այս կարևոր առիթը, հետաքրքիր առիթը մեր ժողովրդի համար իսկապես Օֆելիա Համբարձումյանը մշտապես եղել է այն սիրված երգչուհին, ով ձեզ հետ շատ մտերիմ էր, ում հետ դուք այդ մտերմությունը մինչև կյանքի վերջ շատ ջերմորեն պահեցիք։ Ով էր Օֆելիա Համբարձումյանը ձեզ համար եւ ազգի համար։ Նախ ասեմ, բարև մեր բոլոր հայրենակիցներին։ Ես Օֆելիա Համբարձումյանին մեկ բառով կոչեցի հայ երգի թագուհի եւ ուրախ եմ, որ այս իմ անվանումը թև առավ ու տարածվեց եւ բոլորը սկսեցին գործածել այդ պատվավոր կոչումը։ Ես շատ սիրել եմ Օֆելիա Համբարձումյանին դեռ մանկուց։ Թիֆլիսում էինք ապրում եւ Թիֆլիսում ամեն օր 5:30 կես ժամյա ռադիոհաղորդում կար Թիֆլիսի Վրաստանի հայերի համար։ Ես այդ ժամին որտեղ ուզում լինեի, պետք է գայի ռադիոյի մոտ։ Եվ մի 10 րոպեի չափ լուրեր էին հաղորդում, հետո գնում էր համերգ, որին երգում էին Լուսիկ Քոշյանը, Արաքսա Գուրզադյանը, Վաղարշակ Սահակյանը, Արմենակ Տեր-Աբրամյանը, Շարադալյանը եւ շատ ուրիշներ, անշուշտ մեր լավագույն արվեստագետներ, որոնց թվում նաև Օֆելիա Համբարձումյանը։ Այնպես որ ես մանկուց սիրել եմ մեր ազգային մեծ երգչուհուն, հայ երգի թագուհուն, եւ տարիներ անց, երբ ես եկա Երևան, հետո էլ դարձա երգիչ, ճանապարհ փնտրեցի մտերմանալու սիրելի Օֆելիա Համբարձումյանի հետ։ Եվ անշուշտ բախտս շատ բերեց, մենք մտերմացանք այն աստիճանի, որ ես որդու նման ծառայում էի մեր սիրելի մեծ երգչուհուն։ Եվ քանի որ կան հուշեր կապված Օֆելիա Համբարձումյանի հետ, նրա կատարումները շատ էին, այնուամենայնիվ որն էր, որ դուք մշտապես համարում եք, որ այս երգը Օֆելիա Համբարձումյանինն է եւ Օֆելիա Համբարձումյանը հենց այդ երգով մեր ժողովրդին դարձավ սիրելի։ Թեպետ տխուր բանի մասին պիտի խոսեմ, բայց պետք է ասեմ։ Օֆելիա Համբարձումյանը երբ վախճանվեց, ստեղծվեց կառավարական հանձնաժողով, որի մեջ նաև ինձ էին ընդգրկել նախագահը, մշակույթի նախարարներ, այդ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց, որ երգով կարող ենք Օֆելիային դուրս բերել Արամ Խաչատրյան համերգասրահից։ Եվ ես շատ մոտ էի ասաց, պարոն Պողոսյան, որ երգն է ձեզ համար Օֆելիայի կատարումը ամենաշքեղը։ Ասացի, մի երգ կա, որը ինձ համար անգերազանցելի կատարում է Օֆելիա Համբարձումյանը։ Եթե 100 անգամ լսեմ այդ երգը, 101-րդ անգամ նորից կուզեմ լսել։ Ասաց, դե ո՞րն է այդ երգը։ Ասի, դարդս լացեք։ Եվ այն կողմից ընդդիմացողներ եղան, մեկն էլ ուրիշ երգի անուն ասաց, մի երգի անուն, որ բոլորը ինձ հարցնում են, դա որ երգն է, դա որ երգն է։ Եվ հաջորդ օրը, երբ նրա շիրիմը բարձրացրեցին դահլիճում դուրս բերելու, հնչեց դարդս լացեք, նախարարը մինչ այդ ասաց, լավ, համարենք այս հարցը փակված։ Հնչեց դարդս լացեք Սարի Սմբուլ երգը, եւ իմ արցունքները հոսեցին, եւ ժողովուրդը բոլոր մարդիկ ողբացին ծափահարելով ողբացին հայոց թագուհու թաղումը։ Բարձր։ Պարոն Պողոսյան, դուք Օֆելիա Համբարձումյանին մշտապես մեծարում էիք, նրա վաստակը կարևորում էիք եւ այդ արդիվ նաեւ կյանքի վերջին տարիներն էր, երբ կազմակերպեցիք այն շքեղ համերգային երեկոն նվիրված մեծանուն երգչուհուն, որին ինքը ներկա էր եւ իսկապես շատ գեղեցիկ երեկո էր, Օֆելիա Համբարձումյանը երգեց։ Ուրեմն, սիրելի Վահան, ասեմ, որ համերգից առաջ
մի ամիս երևի առաջ մենք պատրաստվել ենք ամիսներ շարունակ եւ ծրագրում ընդգրկել ենք բոլոր այն երգերը, որ երգել է Օֆելիա Համբարձումյանը, այսօր ներկայացնում էր Սայաթ Նվա աշխարհական երգի վաստակավոր անսամբլը։ Մի ամիս առաջ խոսեցի հետո ասեցի Տիկին Օֆելիա ջան, այսպեսի նպատակ ունենք, վայ, ասեցի ինչ ես անում Թովմաս, հա ասացի, բայց ասի շատ կուզեմ, որ մի հատ էլ դուք երգեք, այդ գժվել ես ասեց, չէ, ես չեմ երգի, հանկարծ բան չանես, ասեցի, բայց ինչ կա դրա մեջ, այս տարիքում դուք էլի երգում եք, չէ, ասեց այդ թեման փակի, մենք եկանք իր ձայնագրությունները փնտրեցինք եւ հարմար մի երգ ընտրեցինք, որ մեր նվագակցությամբ գուցե իրեն երգացնենք։ Բայց հետո հասկացա, որ տարիքի բերումով տոնայնությունները իջնում են։ Մի օր էլ ասացի, Օֆելիա Կարպովնա, մենք հիմա փորձի ենք, հələ մի կտոր այսինչ երգից, մի կտոր երգեք էլի, այդ ինչի՞ դա պետք։ Ասի ուզում եմ անսամբլը լսի, որ այդ երգը փորձենք մեկը երգի էլի։ Մի կտոր երգեց, իմացանք տոնայնությունն էլ եւ համերգի ժամանակ մեր Աշուղը, որ անսամբլում աշխատում է, Աշուղ Ռաֆին մեկ տուն երգեց, ես մոտեցա իրեն, ասացի, արդեն նախապատրաստել է իհարկե իրեն, ասացի միկրոֆոնը տուր, վերցրեցի իջա դահլիճ, խառնվեց, հասկացա, որ ես ուզում եմ, որ ինքը երգի, բայց շատ ջերմ ընդունեց ու երգեց մեր թագուհին ու դահլիճը շատ երկար որոտնდոս ծափարություններով ողջունեց, էլ չասեմ դահլիճում շատերը արտասվում էին նրա երգի ժամանակ, ակնհայտ է այդ բոլորը մեր տեսագրության մեջ։ Պարոն Պողոսյան, եւ մենք պետք է նաեւ հիշենք Օֆելիա Համբարձումյանի նուրբ հումորը, շատ նուրբ հումորի զգացում ուներ։ Այո, միանշանակ, ճիշտ եք, բայց այս պահին ոչ մի բան չեմ հիշում։ Այո։ Դուք մշտապես նաև նրա ծննդյան օրերին էիք միանշանակ, ծննդյան օրը առանցին չէր անում։ Ինչպես էիք նշում։ Լինում էինք սովորաբար ես, Ռուբեն Մաթևոսյանը, մեր Արտեմ Խաչատուրն էլ է եղել, կոմպոզիտոր, տաղանդավոր կոմպոզիտոր Արտեմ Խաչատուրը, իր մոտ հարազատներից հիմա չեմ հիշում արդեն կներեք, բայց շատ տաքուկ մտերմիկ մթնոլորտ էր, շատ ջերմ, ինքն էլ կատակներ սիրելով, շատ հաճելի երեկոներ ենք ունեցել։ Իսկապես ասում ենք 100 տարի, բայց դժվար է հավատալ, որ Օֆելիա Համբարձումյանը 100 տարեկան է, սակայն 100 տարեկան Օֆելիա Համբարձումյանը մեր ազգին, ժողովրդին, մեր երաժշտարվեստին շատ բան թողեց, ինքը երբևէ չդասավանդեց, սակայն իր երգերը դարձան այն դպրոցը, որով այսօր էլ սովորում են։ Բազմաթիվ երգչուհիներ փորձեցին երգել Օֆելիա Համբարձումյանի նման, բայց չէին երգում, բայց Օֆելիա Համբարձումյանը անկրկնելի մնաց։ Եվ մեր զրույցի ավարտին, եզրափակելով մեր զրույցը, որը նվիրված է մեծանուն երգչուհի Օֆելիա Համբարձումյանի 100-ամյակին, նաև առիթ ունենք ողջունելու մեր ակնդիրներին ու ունկնդիրներին, ովքեր այս պահին մեզ լսում են վանաձայնի եթերում, դիտում են։ Օգտվելով առիթից, նաև որ դիմացը ամանորն է, Սուրբ Ծնունդը, ես ուզում եմ ողջունել մեր սիրելի հայրենակիցներին, որ հայրենիքից հեռու ապրում են հայրենիքի կարոտով, ես ուզում եմ այդ կարոտը շատ արթուն մնա բոլորիդ մեջ, այնքան արթուն, որ մի օր բոլորիդ վերադարձնի հայրենիք։ Ես բացառիկ գնահատանքով եմ վերաբերվում Լիբանանի համայնքին, որը Բեյրութը համարելով Սփյուռքի մեր մայրաքաղաքը։ Միշտ Հալեբին ասում եմ մայրն է Սփյուռքի, իսկ մայրաքաղաքը Սփյուռքի Բեյրութն է։ Մաղթում եմ բոլորիդ
հետևյալը. նախ մեր հայրենիքին եւ աշխարհին Աստված խաղաղություն պարգևի։ Մեր ժողովրդին, թե հայրենիքում եւ թե սփյուռս աշխարհի բոլորին երջանիկ օրեր պարգևի։ Իսկ դուք սիրելիներ, եղեք առողջ, երջանիկ, շատ զավակներ ունեցեք, որովհետեւ մենք Աստվածընտիր ազգ ենք եւ մեր ժողովրդին չի տվել Աստված ոչ նավթ, ոչ գազ, ոչ ոսկի, ոչ ադամանտ, մեր ժողովրդին Աստված տվել է խելք, զավակներ ունեցեք փրկելու մեր հայրենիքը։ Շնորհակալություն պարոն Պողոսյան, մենք էլ առաջիկայում անպայման կանդրադառնանք արդեն Սայաթ Նովա համույթի գործունեությանը, բնականաբար նաև կանդրադառնանք ձեր վերջին եւ հաջորդող ծրագրերին, ինչ որ նախատեսված է նաև այս տարվա ընթացքում արդեն 2026-ի։ Շնորհակալություն, բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր Հայաց Երևանից հաղորդաշարում իմ զրուցակիցն էր Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը։ Հանդիպելու ենք հաջորդ չորեքշաբթի վանաձայնի եթերում։ Հաջողություն։ Հաջողություն։